Շնորհակալ եմ հարցադրման համար։ Եկեք արձագանքեմ նախ նշելով, որ իսկապես ինչ-որտեղ բնավ զարմանալի չէ, որ հենց Հայկական ժամանակ օրաթերթն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ եւ հենց առաջին աղբյուր հանդես գալիս։ Հիշեցման կարգով նշեմ, որ հենց Հայկական ժամանակ օրաթերթն էր, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու թե չէ երկարաձգելու հարցը, մենք էլ գտնվում էինք դատական նիստում, Հայկական ժամանակ օրաթերթը հրապարակում էր արել, որ արդեն իսկ կալանքը 2 ամսով Սամվել Կարապետյանի երկարաձգվել է։ Սա հիշեցման կարգով եւ իսկապես հետաքրքիր է, որ կրկին Հայկական ժամանակ օրաթերթը Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացառիկ տպավորությունն է այդպիսին հրապարակում է կատարում։ Իսկ այժմ անդրադառնալով բովանդակությանը, խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ քննչական կոմիտեն հենց մերժել է։ Պատկերացրեք, իմ կողմից պարզապես նման գործելավոճ արկա չէ, թե չէ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում հարցումը եւ դրա վերաբերյալ պատասխանը։ Քննչական կոմիտեին դիմում հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյոք դա հենց նույն մերժումը չէ։ Եթե լեզվական կամ տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է։ Ինչն է հետաքրքիր, ես ուղղակի չէի ցանկանում իսկապես նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք, սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է քննչական կոմիտեն։ Այսինքն քննչական կոմիտեն, երբ հղում է տալիս այն իբրև մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել, սա կիսա ճշմարտություն ներկայացնելու դասական օրինակն է։ Չէ՞ որ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա հասցեատերը գնահատման լինելու էր հենց քննչական կոմիտեն։ Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի, կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման։ Քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք է պատասխանել այո կամ ոչ, բայց մյուս կողմից որպես դրականը նշեմ, հենց նույն հրապարակման մեջ Հայկական ժամանակի այն պարզաբանումը, որը տվել է քննչական կոմիտեն, ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են, որ մերժել են։ Իդեպ խնդրեի նաև հնարավորության դեպքում, որ Հայկական ժամանակը նաև դատախազությունից եւս ստանար դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ես ինքս չեմ ստացել, իսկ քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից սահմանված ժամկետներում պատասխան չտալը կրկին համարժեք է մերժմանը։